Եվ երկրպագությամբ, սակայն այդ ամենի մեջ Աստված իմ, դու ունկնդրում ես և հավանում զավակներիդ երկրպագությունը, աղոթքը, որովհետև դու ոչ մի հրեշտակի համար չմեռար, ոչ մի քերով բեի, սերով բեի, ոչ մի կենդանիների և ոչ մեկի համար, սակայն մարդու համար տվեցիր կյանքդ, երկինքը թողելով երկիր իջար, երբ որ իջնում էիր ցած, գալիս էիր երկիր, հրեշտակները զարմացած էին, քո սիրո, մեծագույն սիրո, հավատարմության և նվիրվածության վրա, Աստված, երկնքի երկրի տիեզերքի արարիչը, որոշում կայացրեց մարդանալ, դու դարձար մարդ, որպեսզի մենք ապրենք, դու եկար երկիր, որպեսզի կորածին գտնես, ընկածին բարձրացնես, տկարին ուժեղացնես, կույրին տեսողություն տաս, մեզ հաշտեցնես հոր հետ, որտեղ մենք ամենքս մեղավոր էինք, մեր մեղքերի մեջ Աստված իմ, մեր մեղքերի մեջ Աստծուց հեռացած, ադամական մեղքի մեջ, խոզի կերպարով, սակայն եկար, որ մեզ փոխես, արդարացնես, շնորհես կյանք և ավելիով կյանք, քանզի դու չեկար աշխարհը դատես, այլ եկար, որ աշխարհը փոխես, աշխարհը փրկես, որտև մարդի որդին չեկա, որ աշխարհը դատի, այլ աշխարհը փրկի, շնորհակալ ենք Տեր, որ դու ես դատավորը, դու ես այս երկրի տիեզերքի իշխանը, տերերի Տերը, Աստվածների Աստվածը, բայց քո վրայից այսօր հանել ես դատավորի պատմուճանը, հագել քահանայի պատմուճան, արդարության պատմուճանը քո, եկել ես որպես դատապաշտպան, մեզ պաշտպանող, մեզ սիրող, արդարացնող և զորացնող, շնորհակալ եմ, քանզի արյունովդ ենք ծածկված, որտև Հայրն այսօր, երբ որ երկնքից նայում է մեզ, քո արյունն է տեսնում, մեր հագուստը դու ես, արյունը քո, դու ես մեր ասպարը, մեր վահանը, մեր Տերը, շնորհակալ եմ, որ այսօր կարող ենք երկնքի և երկրի առաջ քեզ կոչել Հայր, ոչ միայն Տեր, ոչ միայն Աստված, ոչ միայն արարիչ, այլ ասել Հայր, մենք քո զավակներն ենք, և սա քո տունն է, և քո եկեղեցին, մինչև գետինը խոնարհվում եմ քո գահի առաջ, մենք ամենքս այսօր եկել ենք խոնարհվելու, եկել ենք կոտրված սրտերով, որտև դու հավանում ես կոտրված սիրտ իմ Աստված, շնորհակալ եմ այսօրվա երկրպագության համար, շնորհակալ եմ, որ այսօր բարձրացավ երկինք երկրպագությունը քո զավակների, շնորհակալ եմ, որ ամեն բան սրտանց է, ամեն բան առանց ձևերի, ամեն բան, սիրուց դրդված, երախտագիտության զգացումով լեցված, շնորհակալ եմ, որ երկինքն այսօր իջեցրել ես այստեղ, շնորհակալ եմ, որ մեր մեջ ես, որ ասել ես, ահա ես ես հետ կլինեմ, եթե երկուսը կամ երեքը հավաքվեն իմ անվան շուրջ, ես այդտեղ եմ լինելու, քանզի դու մարդ ես, որ սուտ խոսես, ես գիտեմ, որ դու այստեղ ես, աղնիկ լսող և մեր աղոթներին պատասխանող Աստված, գոհություն քեզ, թող որ անունդ փառավորվի և թող անունդ մեծարվի Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Տերը օրհնի ձեզ, սիրելի փառամանության խումբ, Աստված օրհնի, շնորհակալ եմ, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Հրաշալի օր է այսօր, կարող ես քո կողքինի շրջվել և ասել, գիտես, այսօր հրաշալի օր է, ինչ-որ մեկին ասեք, այսօր հրաշալի օր է, որտև Աստված այստեղ ներկա է։ Եթե միտեղ Աստծո ներկայությունն է, ուրեմն այդ վայրը
ամենահրաշալի տեղն է։ Դուք պատկերացնում եք, եկել ենք միտեղ, որտեղ Աստված է։ Եկել ենք Տիրոջ ներկայության մեջ, նրան պաշտելու, նրան վայելելու, նրան ունը բարձրացնելու, փառավորելու։ Գիտեք, այսօր պիտի խոսեմ աղոթքի եւ երկրպագության մասին։ Շատ ուշ ժամ էր, երբ որ հարց էի տալիս Տիրոջը, թե այնչի մասին Տեր պետք է խոսել, որտեվ ժամն էլ շատ ուշ էր, կեսգիշեր էր եւ քունս էլ տանում էր։ Եվ այս հարց էի տալիս Աստծուն, իսկ ինչի մասին։ Եվ սա էր պատասխանը, իմ ժողովուրդը։ Արդյոք հավատում է, որ աղոթքի պատասխանը լսվում է, որ Աստված աղոթք լսող եւ աղոթներին պատասխանող Աստվածն է մեր։ Գիտեք, նա աղոթք լսող Աստվածն է մեր։ Կարող ես ասել նա լսում է, որովհետեւ նա մեր աղոթքները լսող եւ մեր աղոթքները պատասխանող Աստված է։ Եվ երբ որ եկա եւ մտա սենյակ եւ տեսա, որ ժողովուրդ աղոթում են, քույրեր աղոթում էին, շատ ուրախացա, ասեցի, ահա պատասխան, որ մարդիկ եկել են աղոթելու, եկել են մինչեւ ծառայություն աղոթք են բարձրացել առ Աստված եւ ուրախացա, ասում Տեր ջան, ինչ հրաշալի ես դու, որ քո խոսքը ունի հաստատություն, երբ որ դու խոսում ես ինչ-որ բանի մասին, արդեն շարժում ես քո եկեղեցին, արդեն շարժում ես քո ժողովուրդը եւ քո ժողովուրդը հենց այդ ամենի մեջ է։ Ես ուզում եմ միասին բացենք Ղուկաս ավետարան 18-րդ գլխից։ Մի առակ էլ ասես նրանց նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Ամեն ժամանակ պետք է մեզ աղոթք անել եւ չձանձրանալ։ Գիտեք, սիրելի եկեղեցին ամենաշատը չի սիրում ինչ անել աղոթել։ Մենք սիրում ենք երգել, մենք սիրում ենք պաշտել, մենք սիրում ենք գալ եկեղեցի, սիրում ենք բաներ կազմակերպել, տարածքային ծառայություններ անել, ծառայողական ծառայություններ անել, բայց երբ որ հավաքվում ենք աղոթքի, շատ քչերն են հասկանում աղոթքի իրական արժեքն ու գինը։ Ամեն բան սկսվում է աղոթքից։ Ամեն բան, եւ Տերն ասեց, մինչեւ ձեր ընծան մատուցելը, մինչեւ այսինչ անելը, ամեն ժամանակ աղոթք արեք եւ մի ձանձրացեք։ Ինչ ենք մենք ձանձրանում, որովհետեւ մենք շատ ժամանակ մտածում ենք, թե մեր աղոթները չեն պատասխանվում, բայց մեր աղոթները ունեն պատասխան։ Եվ եթե քո աղոթները դեռևս չեն պատասխանվել, ես խնդրում եմ, որ դու շարունակես աղոթել, ես շարունակելու եմ աղոթել, որովհետեւ աղոթքը Տիրոջ առջև ընդունելի է։ Թող այսօր մեր աղոթքը ընդունելի Սուրբ Պատարագ բարձրանա դեպի Տերը։ Եթե դու ինչ որ միտեղ հիմա կանգ ես առել, կանգ են առել քո ծառայությունները, կանգ են առել քո օրհնությունները, կանգ են առել քո այդ մեծ պատվերները, որ պիտի տան քեզ չեն տալիս դեռևս մեծ օրհնությունների ժամանակը, սկսիր թախանձակին աղոթել։ Եվ մի առակ էլ ասես նրանց, պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Եվ ասեց, մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստվածանից չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում, եւ մի որբևարի էլ կար այդ քաղաքում եւ նրա մոտ էր գալիս եւ ասում, իրավունք արա ինձ իմ ոսոխիցը, եւ նա մի ժամանակ չկամեցավ, դրանից հետո իր մտքում ասեց, թեև Աստվածանից չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ այս որբևայրին հոգնեցնում է ինձ իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ ձանձրացնե։ Եվ Տերը ասեց, լսեցեք, թե անիրավ դատավորը ինչ է ասում, բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ է լինի։ Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար, սակայն մարդի որդին, երբ որ գա, արդյոք հավատք կգտնի երկրի վրա։ Եթե մարդու որդին գա, հավատք կգտնի, տեսեք, այստեղ անիրավ դատավորը ընդհանրապես ոչ մի կապ չունի արդարադատ դատավոր Աստծո հետ, բայց Աստված բերում է մի վառօրնակ, եթե դատավորը լինելով անիրավ, լինելով չար, լինելով մեկը, որ միայն կաշառք էր վերցնում, եւ այս որբևայրին էլ ոչինչ չուներ, որ դատավորին տար, գիտեք, շատ դատավորներ գիտենք, որ կաշառակեր են, շատ դատավորներ փող են վերցնում, որ ինչ-որ բան անեն, բայց այստեղ ասում է, այս կինը ինչ ուներ տալու, ոչինչ չուներ, որբևայրի էր, ոչինչ չուներ, բայց թախանձակին ամեն օր գնում եւ ձանձրացնում էր, գնում էր եւ անընդհատ ծեծում էր դատավորի դուռը եւ ասում էր, ինձ իրավունք արա։
Իմ դատը լսի, ինձ իրավունք արա, իմ դատը լսի, դուք հասկանում եք, եւ ասում է, այս դատավորը հոգնեց եւ ասեց, թեև Աստվածանից չեմ վախենում, մարդկանցից էլ չեմ ամաչում, վեր կանամ եւ այս կնոջ իրավունքը պաշտպանեմ, որովհետեւ ինձ հոգնացրել է։ Եվ ասում է, առավել եւս ձեր հայրը միթե որ ինքը բարի է եւ աղոտ լսող, եթե ձանձրացնես Աստծուն, եթե անդադար դուռը թակես, միթե չի բացելու։ Եթե անդադար գնաս Աստծո մոտ, միթե Աստված քո աղոթների պատասխանը չի տալու, ձանձրացրու Աստծուն, հոգնեցրու Աստծուն, ինքը չի հոգնում, ինքը չի ձանձրանում, հոգնել չունի։ Եվ ասում է, իմ ձեռքը չի ծանրացել, իմ բազուկը չի հոգնել ձեզ օրհնելուց, իմ աչքերը չեն ծանրացել ձեզ տեսնելուց։ Եվ այսօր Աստված ուզում է, որ մենք շարունակենք աղոթել։ Սիրելիներ, Աստված ուզում է աղոթող եկեղեցի, սակայն մարդու որդին, երբ որ գա, Տիրոջ գալուստը մոտ է, եւ այո, Տիրոջ գալուստը շատ մոտ է, եւ այսօր քույրերն էլ խոսում են, որ երազենք տեսել վախեցած եկել են, Տիրոջ գալուստը չի ուշանալու, Տիրոջ գալուստը մոտ է, եւ մենք տեսնում ենք, որ մեր շրջապատը դեռևս չունի փրկություն, մարդիկ դեռևս փրկված չեն, այսինչ մարդ, այնինչ մարդը, մենք ինքներս դեռևս Գիտենք մենք սիրելի եկեղեցի փրկված ենք Տիրոջ արյունով եւ արդարադատ դատավոր Աստված մեզ փրկել է, արդարադատ դատավորը Աստված մեզ իր պատմուճանը հագցնելով մեզ տվել է քանական զգեստներ եւ իր արյան տակից է մեզ նայում, բայց սիրելի Աստծո ժողովուրդ, մենք պետք է փրկությունը ձրի է, բայց առանց հավատքի, առանց գործերի պարապ է մեր Աստված պաշտությունը, այդ իսկ պատճառով մեր Աստված պաշտությունը պետք է սկսի աղոթքից։ Տերն ասեց, իմ տունը աղոթքի տուն պետք է լինի, ասեք աղոթքի տուն, ասեք Տիրոջ տունը աղոթքի տուն է, չի ասում Տիրոջ տունը երգեցողության տուն է, Տիրոջ տունը չգիտեմ ինչի տուն է, փող հավաքելու տուն, ասում է իմ հոր տունը աղոթքի տուն է, հիշում եք Տեր Հիսուսին ասեց, բայց դուք ավազակների բույն եք արել։ Իմ հոր տունը աղոթքի տուն է, ասա նրա տունը աղոթքի տուն է, եւ մենք պետք է շտապենք այսուհետև գալ Աստծո տուն աղոթելու։ Գիտեք, ընդամենը 1 օր է դրված այստեղ աղոթքի, մի պատասխանատու ունենք Սպարտակ կանունով, որի ամուսինն է ձեր եղբայրը, այդ մարդը ինչ-որ մի ժամանակ սահմանեց, որ ամեն օր գան աղոթքի։ Փառք Աստծո իր համար, հիմա ուրիշ տեղեր ա ծառայում, ծառայում տեղեր, որտեղ նախկին մարդիկ, որոնք ունեն կախվածություններ թմրանյութերից, մարդիկ, որոնք բանտ են նստել եւ այլն եւ դեռևս չեն ազատագրվել, այդ տարածքներում եւ Հայաստանում ծառայում է Փառք Աստծո իր ծառայությունների համար, բայց ինչ որ ժամանակ սահմանեց, որ այս եկեղեցում ամեն օր դնի աղոթք, ամեն առավոտ դնի աղոթք, բայց քանի որ այստեղ չէ եւ այդ ծառայությունն էլ չզարգացրեց, Աստված դեռևս նրան պահում է Հայաստանում, մինչև միտք առնի եւ գա սկսի այդ ծառայությունը, աղոթքի ծառայությունը։ Եթե այսօր մեր ծառայությունը կլսի, Փառք Աստծո, թող լսի եւ ասի, երբ որ կգնամ Մոսկվա, կսկսեմ այդ ծառայությունները եւ ամեն առավոտ, եթե որևէ մեկն էլ իմ հետ չի միաբանվի, ես ամեն առավոտ կգնամ Աստծո տուն աղոթելու, ալելույա, ամեն։ Եվ այդ տեղը, որտեղ մենք վարձում ենք, մենք դրա անունը միշտ ասում ենք աղոթքի սենյակ, աղոթքի տուն, աղոթքի տեղ, աղոթատեղի։ Եվ թող այդ տեղը իրականում դառնա մեծ աղոթատեղի, որտեղ եթե եկեղեցին ուշքի չգա եւ չսկսի աղոթել, ոչ մի բան չի փոխվելու, ալելույա Տիրոջը։ Այսօր համարներ կկարդամ Մատթեոս 24:42-ից եմ ուզում քեզ կարդալ։ Արթուն կացեք, որտեղ չգիտեք, թե որ ժամում ձեր Տերը կգա։ Բայց այս իմացեք, եթե տան Տերը գիտենա, թե որ պահում կգա, գողը արթուն կկենա եւ թող չի տա, որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք էլ կարծում եք մարդի որդին կգա,
Ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որ Տերը նրան եւ ծառաների վրա դրեց, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Երանի այդ ծառային, որ նրա Տերը երբ որ գա, նրան այդպես անելիս գտնե։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրան իր ամեն ունեցվածքի վրա կդնի։ Ինձ հետ ես, նշանակում է այդ ծառայությունը, եթե կա աղոթքի պատասխանատու, որ Սպարտակն այս եկեղեցում, որ ինքը աղոթքի ծառայությունն է վերառել, ընձեռնել, եւ ես այսօր հայտարարում եմ, որ երբ որ ինքը գա սկսի այդ ծառայությունը եւ շատ բան կփոխվի, ասա շատ բան կփոխվի, եւ շատ մարդիկ էլ հենց հիմա իրանց սրտերի մեջ ասեցին, այ երբ որ ինքը գա, սկսի ծառայել, ես էլ իր հետ կսկսեմ ծառայել։ Ասեցին մարդիկ եղան, որ ասեցին, ես հաստատ գիտեմ ով ասեց, եւ առանց իրան նայելու գիտեի, որ ինքն է ասել, ինքը ձեռքը բարձրացրեց։ Իհարկե, Տաթևը, որ 4 երեխա ունի, ինքը անմիջապես կվազի աղոթքի տուն եւ կասի Սպարտակ ջան, ես քո հետ կաղոթեմ։ Հալելույա։ Կան էլի մարդիկ, որ կասեն ես կգամ կաղոթեմ։ Կան էլի մարդիկ, չկան։ Լավ, ուրեմն դու երկար բարակ կմտածես, բացի Տաթևից, Սպարտակ ջան, դու մի հոգի ունես քո հետ կանգնող, դա Տաթևն է։ Իսկ կան մարդիկ, որ մտածում են, որ գուցե ամեն օր չկարողանամ, բայց երբեմն Սպարտակի հետ կգամ աղոթելու։ Նայրան ասեց ես կգամ։ Ահա, ձեռքեր բարձրացան, ոչ ամեն օր, բայց ձեռքեր բարձրացան։ Հալելույա Արտուրի համար։ Ես գիտեմ Արտուր ջան, որ դու կգաս։ Գիտես կան մարդիկ այստեղ, այո, կան մարդիկ, որ ձեռք բարձրացրեցին։ Գիտեք, երբ որ ես ձեզ առաջարկեմ մի լավ աշխատանք եւ ասեմ ամեն օր առավոտ 1 ժամ եկեք աշխատելու, ես ձեզ մի ամսվա մեջ կտամ 100,000 ռուբլի։ Ով կգա։ Ասեմ մի ժամ, ընդամենը մի ժամ եկեք։ Շոր ջան, ընդամենը մի ժամ, հա, Գևորը քեզ հաստատ փող չեմ տա։ Լավ, ուրեմն Գևորը ասեց ես կգամ, շտատ կացախ։ Մենակ դու ես մնացել, որ մենակ փողի համար գաս։ Շոր ջան, երբ որ մարդուն ասես 100,000 ռուբլի եմ տալիս, ընդամենը 1 ժամ, ես ես հիմա մի բան եմ ասում, երբ որ դուք ամեն առավոտ 1 ժամ սկսեք աղոթել, ամենը քիչը ամիսը 100,000-ից ավել Աստված ձեզ օրհնելու է։ Դե ծափարի Աստծուն։ Բա ուզում ես պարապ-սարապ ձեռքը ձեռքիդ վրա դնես ու ամեն ինչ ուղակի լինի, Շոր ջան, ուղակի ոչ մի բան չի լինելու։ Տրվում է ձրի, միայն փրկությունն է երկրի վրա, մնացած ձրի ոչ մի բան չկա։ Շորտ շատ համարներ ունեմ, բայց անպայման ուզում եմ հիմա բացեմ քո հետ Դանիել մարգարեություն։ Սա է Աստված այսօր իմ սրտի հետ խոսել, որ ես խոսեմ։ Այն ինչ որ ինքն ասում է, հիմա ես այն որ ասում է վակրուկ դաոկլը չեմ պատտվելու, որովհետև այն ինչ որ ինքը ինձ տվեց, որ խոսեմ, դա եմ խոսելու։ Լսեք, շաշալի տեղ եմ կարդալու։ Բոլորս գիտենք, բոլորս կարդացել ենք, անգիր գիտենք, Դանիելի մարգարեություն, իհարկե Դանիելի մարգարեությունը շատ դժվար բարդ մարգարեություն է, որ վերջին օրերի մասին է։ Ինչ է լինելու վերջին օրերում, այդ ամենը մարգարեացել է Դանիելը։ Եթե մենք կարդում ենք հայտնության գիրքը, մենք բացում ենք Դանիելի մարգարեություն եւ սկսում ենք կարդալ Դանիելի գրքից համեմատելով հայտնության գրքի հետ, որտեղ Դանիելն է, որ տեսավ ինչ է լինելու վերջին օրերում։ Այդ նույն Դանիելը, ով էր Դանիելը, նրանք ուղղակի գերի էին, գիտեք որ գերի էին տարվել, բայց հիմա տեսեք ինչ է ասում Աստվածաշունչը Դանիելի մասին, սպասեք ավելի սկզբից կարդանք։ Կարծում եմ չես ձանձրանա, մի քիչ այսօր իմ նման չեմ կարոզելու, եմ որ սենց արագ խոսում եմ, երևի հոգնել եք արագ խոսելու։ Ուրեմն Դանիելին տարան Բաբելոն, Բաբելոնի թագավորի մոտ եւ իր ընկերների հետ Դանիել, Միսակ, Սեդրակ, Աբեդնակով։ Գիտեք, չէ, որ իրանց անունները փոխվեցին եւ իրանք տարան թագավորի մոտ, այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն էր թագավորը։ Եվ գիտեք, ինչ բանա լինել Բաբելոնում գերի եւ Բաբելոնում լինել Աստծո մարդ։ Բաբելոնի գերության մեջ մնալ Աստծո ծառա, լինել Աստծո մարդ եւ հետո էլ ունենալ
այնքան մեծ հայտնություններ եւ աղոթքի կյանք, որ կարողանաս Նաբուգոդոնոսոր թագավորի բոլոր երազները մեկնես։ Մարդը երազա տեսնում, մարդը գա ինձ ասի, օրինակ Հովոն գա ասի, Հովիվ ջան, ես այսօր երազ եմ տեսել, ես էլ չգիտեմ ինքը ինչ երազա տեսել, ու ասի մի հատ երազս մեկնի։ Ասեմ լավ։ Եվ Նաբուգոդոնոսոր թագավորն ասում էր, եթե մարդիկ իմ երազները չմեկնեն, եւ կանչեք այստեղ մոգերին, կախարդներին, հմայողներին, դյութողներին, թող իմ երազները մեկնեն։ Երազ տվողը Աստված է եւ երազներին մեկնողն է Աստված։ Երազների մեկնությունը պատկանում է միայն Աստծուն։ Եվ ոչ միայն երազը քեզ չեն պատմել, այլ երազը առանց պատմելու ասում են՝ մի հատ իմ երազը մեկնի, պետքա որքան մարդը ունենա գիտություն եւ զորություն Աստվածանից, որ կարողանա երազը մեկնել։ Եվ գիտեք, այս մարդիկ լինելով, այս հրաշալի այս 4 մարդիկ լինելով այդ Բաբելոնի քաղաքի մեջ չէին հնազանդվում չաստվածներին, չէին խոնարհվում եւ չէին երկրպագում չաստվածներին, որովհետեւ իրան գիտեին ում են հավատացել։ Իրան գիտեին, որ ունեն Աստված եւ միայն իրանց Տեր Աստծուն պետք է հնազանդվեին։ Եվ գիտենք, որ ուզում եմ միանգամից 6-ից կամ հետո անցնեմ մյուս գլուխներին։ Եվ հաճո երևացավ Դարեհի առաջին թագավորության վրա 120 կուսակալներին դնելու, որոնք լինեն բոլոր թագավորության մեջ։ Եվ սրանց վրա 3 հրամանատար, որոնցից մեկը Դանիելն էր, որոնց այս կուսակալները հաշիվ տան, որ թագավորի վնաս չլինի։ Հիմա բերում է դնում է պաշտոնի, Դարեհ թագավորը Նաբուգոդոնոսորը մեռավ, Նաբուգոդոնոսորը չկա, հիմա Դարեհ թագավորն է։ Դուք պատկերացնում եք Դարեհ թագավորը հիմա բերել է Դանիելին եւ դնում է մարդկանց վրա, պիտի հաշիվ տա թագավորի համար, հրամանատար է դառնում եւ կուսակալները, որովհետեւ նրանում ինչ կար գերազանց հոգի։ Ով է ուզում Աստծո գերազանց հոգին լինի իր վրա։ Եթե դու ուզում ես, որ Աստծո գերազանց հոգին լինի քո վրա, նշանակում է դու պիտի դառնաս աղոթքի մարդ։ Առանց աղոթքի մարդ լինելու դու չես կարող Աստծո գերազանց հոգին ունենալ։ Գիտեք, շատ ժամանակ մարդը դիտմամբ ինքն իրան վատ բան է անում։ Չեք հավատում։ Դու դիտմամբ գիտես, որ դա սխալ է, շատ քայլեր դու գիտես, որ սխալ է, բայց անում ես։ Ինչի։ Հակառակ ես ուզում գնալ քեզ, հակառակ ես ուզում գնալ Աստծուն, հակառակ ես գնում հոսանքին։ Եվ շատ ժամանակ դու քեզ վատ ես անում։ Այդ պատճառով քո կյանքում գալիս են փորձություններ։ Ես հո գիտեմ դա ինչ է։ Ես ինքս իմ կյանքում բերել եմ մի տեղ, որ սխալ իմ այսինչ քայլի համար, այսինչ բանը սխալ եմ արել, եւ հիմա մինչեւ այսօր իմ աղոթները դեռևս պատասխանի են սպասում, որովհետեւ ով է տեղ մեղավոր, Աստված չէ։ Աստված իր ոչ մի տվածը հետ չի վերցնում։ Աստված իր ոչ մի արածը զղջալ չունի, Աստծո շնորհքը կամ Աստծո պարգևը զղջալ չունի, բայց մենք շատ ժամանակ անփույթ ենք, մենք չենք կարողանում պահել, մենք չենք կարողանում ճիշտ վարիաբերվել դրա հետ, ճիշտ աղոթներ անել, ճիշտ պատասխաններ ստանալ։ Եվ ես էլ լինելով մարդ շատ ժամանակ սխալվում եմ աղոթների մեջ, իմ հաշվարկների մեջ, իմ արածի մեջ։ Եվ հետո դրա համար Աստված ոչ թե քեզ դատապարտում է, այլ ուզում է քեզ օգնել։ Անկամ այն ժամանակ, որ դու սխալ ես, որ դու սխալ որոշում ես կայացրել, որ հայտնվել ես մի սխալ իրավիճակի մեջ, Տերն ասում է աղաղակի Տիրոջը։ Աղաղակի Տիրոջը։ Ամեն ժամանակ հնազանդ եղեք եւ աղաղակեք։ Եվ այստեղ տեսնում ենք Դանիելը, անժամանակ հրամանատարները, կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիելի դեմ, կառավարության կողմանը, բայց բնավ մի պատճառ չէին գտնում, որտեղ նա հավատարիմ էր։ Հիմա տեսնում ենք Դանիելը հավատարիմ է։ Ինչ որ մեկին ասա, Դանիելը հավատարիմ է ում թագավորին։ Ոչ մի պատճառ չկա Դանիելի վրա, որտեղ ինքը հավատարիմ է։ Սակայն այս մարդը շուտով դուրս թագավորի ասած հրամանը չի կատարելու։ Ինչի՞։ Որովհետև կան բաներ, որ միայն քո Տեր Աստծուն պիտի հնազանդվես։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ ասում են գրված է հնազանդ եղեք ձեր երկրի իշխանություններին,
Բա գրված չի, որ ձեր երկրի իշխանություններին դեմ չկանգնեք, ասում են թե չեն ասում։ Հələ մի քնի, հələ նայրա մի հատ զարտի, չես եկես դե քնելու։ Մի հատ էլ գլուխը դիր մարդու ուսին ու քնի։ Եկել ես քնելու, չէ, եկել ես տեղ արտանալու։ Ստեղ քնելու տեղ չի, Ժորժան, ստեղ արտանալու տեղ է։ Հիմա տեսեք, շատ ժամանակ, երբ որ թագավորները սխալ որոշում են կայացնում, մարդիկ ասում են, չէ որ գրված է հնազանդ եղեք, ում հնազանդ եղեք երկրի իշխանություններին, գրած է թե չէ։ Հիմա ստեղ թագավորը մի բան պիտի անի եւ ասի 30 օր մի աղոթեք։ Գրած է Դանիելը հավատարիմ է, Հովջան, գրած է Դանիելը հավատարիմ է, թագավորին հավատարիմ մարդ է, բայց ոչ չաղոթի, հիմա ասում հնազանդ լինի թե թագավորին։ Բա բոլոր թագավորները Աստծուց են, հետո ինչ։ Ով է ասել, որ բոլոր թագավորները Աստծուց են, Աստծո որոշումներ են կայացնում, բայց երկրի պատերազմները ինչ են։ Բա այսքան բաներ, որ սարքվում են, ինչ են։ Բա այսքան որ տանում կոտորում են այդքան երիտասարդների, ինչ են։ Բա այսքան սխալ պունկտեր, որ մտցնում են, ինչ են։ Բա Աստված է թագավորին ասել գնայս ինչ բանն արա կամ ինչ բանն արա։ Հիմա այս թագավորի, քանի որ Դանիելի վրա ուզում են բան բռնեն, գալիս են ասում են, դե հրաման տուր, որ մի ամիս ինչ լինի, աղոթք չլինի։ Լավ, այս թագավորը բա միտք չի առնում, որ ասի, պատճառը ո՞րն է, որ մարդիկ չաղոթեն, այդ ինչ մի հատ պունկտ է, որ ես մտցնեմ մի հատ էլ բերեմ պեչատը խփեմ վրան, ասեմ, դե լավ, այս պունկտը թող մտնի, ես էլ պեչատը դնեմ, ասեմ մի ամիս չաղոթեք։ Նորմալ է թագավորի համար։ Թագավորը տապրած կենա, մի հատ ինչ կլնի, այ ես ինչ որոշումն արա, մի հատ ես ինչն արա։ Իմ համար դա առնվազը հիմարություն է, եթե մարդը գա ինձ նման բան ասի, ես կասեմ առնվազը հիմարություն է, այս Ժորժան, էդ ինչ եք ասում։ Եվ ասում է այն ժամանակ հրամանատարները, կուսակալները, ժողովարան թագավորի մոտ եկա եւ ասպես ասեցին, ով դարե թագավոր Ավիտյան կաց, խորթակցել են թագավորության բոլոր հրամանատարները, նախարարները եւ կուսակալները, խորթականները եւ կառավարիչները, որ թագավորը մի հրաման որոշե, որ մի արգելք հաստատվի, որ ամեն ով որ մի խնդրված խնդրե, որ Եվ Աստվածանից մարդուց մինչև 30 օր բացի քեզանից, ով թագավոր, նա գցվի առուծների գուբը։ Ես այս թագավորի տեղը լինեմ, կասեմ, այդ որոշում կայացնողներ, եկեք ստեղ։ Լավ չհասկացա ձեր ասած, այդ ինչի պիտի չաղոթեն, որ կասես Անահիտ, լավ, դու ես թագավորն ես։ Լավ, Ժորժան, դուք թագավոր եք, եկել են հավաքվել են, ասում են, սենց որոշում։ Ինչ անեն, որ Գիտեն Դանիելը ամեն օր առավոտ գիշեր ցերեկ ամբողջ օր աղոթում է, այ որ հիմա անենք, հաստատ գիտենք, ով աղոթի չաղոթի, Դանիելը վերակրանալու աղոթելու եւ Դանիելի վրա մի բան կբռնենք եւ շատ վատ կլինի։ Երբ որ Դանիելը իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, գնաց իր տունը, իր պատուհանները բաց արեց, իր վարինատանը դեպի Երուսաղեմ եւ օրը 3 անգամ նա ծունկի վրա էր գալիս եւ աղոթքեր անում այ քեզ բան։ Փոխանա գնա թաքուն աղոթի, փոխարեն պատուհանները փակի, որ ոչ մեկ չիմանա, գնում է պատուհանները բացում է եւ ասում է ես կաղոթեմ իմ Աստծուն, որովհետեւ ես գիտեմ ում եմ հավատացել, որովհետեւ ես արդեն տեսել եմ հրաշքը, երբ որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին տարան գցեցին այդ վառված հնոցի մեջ, այդ շատ վառված հնոցի մեջ ես իմ աչքով տեսա, որ նրանց մեջ 4-րդն էլ կար, որ Աստված իրանց հետ էր, եթե այդ նույն Աստվածը, որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին հանեց կրակից, նշանակում է այդ նույն Աստվածը, եթե ինձ անգամ գցեն առուծների գուբը, առուծների բերանը կարող է փակել, հալելույա Տիրոջը։ Մի հատ լավ ցապ արեք, բանը, ոնց որ ձեռներները ցավում է։ Ժողովուրդ պետքա ճանաչել Աստծուն, ով Աստված, արդյոք քո Աստվածը քեզ առուծների գուբից կհանի։ Նշանակում է ես չեմ ենթարկվելու թագավորի այս հրամանին։ Թագավորը եթե անգամ գա եւ ասի մի աղոթի,
Ուզում եմ չգիտեմ, լսեք ձեր դեմ դավեր են յուտվելու։ Ես այստեղ կանգնած ասում եմ, Տեր Աստված, տարիներ առաջ ինձ ասեցին, եթե քո Աստծուն չթողես, ես քեզ կթողեմ։ Եթե դու քո Աստծուն պաշտես, դու պիտի հրաժարվես ամեն բանից, ինչ որ ես ունեմ։ Ստորագրություն եւ հրաժարվել։ Եվ շատ հեշտ։ Ինձ ոչինչ պետք չէ։ Ինձ պետք է Աստված։ Եվ այստեղից խոսացող հիմա ձեր առաջ կանգնած Աստծո ծառան չի խաբում։ Որովհետև մի ճանապարհ, որ ես անցել եմ, ես գիտեմ ում եմ հավատացել, ես գիտեմ ում եմ հավատում, որտև այդ դատարանը, որ ինձ տանում էին, եւ ես գնացի դատավորի առաջ կանգնեցի, ասեցի, այո, ես Աստծո մարդ եմ հավատացյալ, ես պաշտում եմ ամենակարող, սուրբ, միակ, ճշմարիտ Աստծուն, եւ դատավորն էլ ինձ ասեց, վայ աղջիկ ջան, ջայլ աղջիկ, ես ինչ սեկտաների մեջ ես ընկել, տեսեք, ես էլ քարերի եմ պաշտում, խաչքարը դրած էր, ասեցի, սեկտան հենց այդ քարն է, որտեվ ես ոչ թե քարերի եմ պաշտում, այլ քարեր ստեղծող Աստծուն եմ պաշտում, որովհետև Աստված քար չի, Աստված դուր չի, Աստված կուրկ չի, Աստված մատուր չի, Աստված չգիտեմ ինչ չի, Աստված հոգի է եւ ճշմարտություն։ Եվ երբ որ այդտեղից դուրս եկա, գիտեք, ակամայից լաց էի լինում եւ աղոթում էի լեզուներով եւ ասում էի Տեր Աստված, ես սիրում եմ քեզ եւ իմ կյանքի մինչեւ վերջին կաթիլը, դա 30 տարի առաջ էր ուղիղ, մինչեւ իմ կյանքի վերջին կաթիլը ես քեզ եմ պաշտելու։ Եվ երբ որ տուն գնացի, ես երաս տեսա, ես անցնում էի շատ նեղ ու դժվար ճանապարհով եւ այդ դժվար ճանապարհների մեջ տեսա, որ սարեր կան եւ Տիրոջ ձայնը լսեցի եւ ասեց. Ես եմ Եհովան, քո Աստվածը։ Ես եմ Եհովան։ Եվ այդ ժամանակ շայրերը իրանք խոնարհվեցին Աստծո առաջ։ Նրանք խոնարհվեցին Աստծո ձայնի առաջ եւ նա ասում էր ես քո Աստվածն եմ, ես եմ քո Աստվածը։ Ով որ իմ անունը դավանի մարդկանց առաջին, ես էլ իմ անունը, իր անունը կդավանեմ իմ հոր եւ հրեշտակների առաջին։ Գիտեք, այսօր շատ քրիստոնյաներ վախենում են Եհովա Աստծո անունը տալուց, քանի որ սուտ վկաները այդ անունը չգիտես ինչի կեղծ ձևով վերցրեցին իրանց վրա եւ դարձան Եհովայի վկաներ, մարդիկ ասում վայ Եհովայի վկաներ են։ Մեր Աստված ոչ միայն Եհովա անունը ունի, նա շատ անուններ ունի։ Նրա առաջին անունը Էմն է, ես Էմն եմ։ Նրա ամենաառաջին անուններից մեկը Էմն է, նա կանգնեց եւ ասեց ես եմ, որ Էմն եմ։ Ես եմ առաջինը, որ վերջինը, ես Էմն եմ, ես եմ։ Նա ասեց ես Էմն եմ։ Եթե Եհովայի վկաներին հարցնեք եւ ասեք, իսկ ինչ է նրա անունը, իսկ սկզբանե նրանք չգիտեն, չեն կարողացել, որովհետեւ նա շատ անուններ ունի, նա Էմանուելն է, նա Հիսուսն է, նա Փրկիչն է, նա Զորքերի Աստվածն է, նա Տեսնողն է, նա հրաշալի է։ Նրա անունը հրաշալի է, սքանչելի է նրա անունը, նա ունի շատ անուններ, հալելույա։ Նա ունի շատ անուններ, ոչ միայն մեկ անուն, հալելույա Տիրոջը։ Եվ նա ասեց, ես եմ քո Աստվածը, ես եմ Եհովան քո Աստվածը, եւ ես եկա տուն, եւ ինձ իմ առաջ դրվեց այսպիսի հարց, կամ հաց, կամ տուն, կամ այսինչ, կամ Աստված, իհարկե Աստված։ Ուղիղ 30 տարի ծառայում եմ Աստծուն եւ 30 տարիների մեջ տեսել եմ, որ նրա ձեռքը չի կարճացել իմ կյանքում եւ նրա ականջները չեն ծանրացել, նա աղոթ լսող, աղոթներին պատասխանող Աստվածն է եւ երբ որ կլինում քարոզում է, ես ասում եմ, նա իմ ջենտլմենն է։ Նա ջենտլմեն է։ Նա այնպիսի հզոր Աստված է, որ ոչ մի անգամ չի թույլ տվել, որ ես տանջվեմ։ Ես տառապանքով չէ, որ ծառայել եմ, այլ շնորհքով, օրհնությամբ եւ սահուն։ Ոչ մի անգամ ես չեմ կարող ասել, որ ես տառապանքի ուղով եմ ծառայել, ոչ, հեշտ է եղել, որտեվ Մատթեոս 28:18-ում ասում է ինձ մոտ եկեք ամեն որովհետև 11-ում Մատթեոս 11:28-ում գրված է ինձ մոտ եկեք ամեն հոգտասներ եւ բեռնավորվածներ եւ ես ինձ պիտի հանգիստ տամ, որտեվ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Աստծո բեռը երբեք ծանր չի լինում։ Աստված մեր վրա չի բերում ծանր բեռներ դնում,
այլ ասում է դու կանցնես, որովհետև ես քո հետ կլինեմ։ Որտեվ ես քո հետ կլինեմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Գիտեք, դժվարությունները ամեն օր կան, բարդությունները ամեն օր կան, բայց որ նա իմ հետ է, դրա մեջ կա մեծագույն ապացույց։ Եվ ես կլինում խոսում եմ, ասում եմ, երբ որ մեկ օր ես գնացել էի եկեղեցու համար շենք փնտրելու, նա ասեց ինձ պատվաբեր չէ դա։ Իմ աղջիկը գնա եւ ընկնի դռնեդուր եւ դռները թակեւ ասի, գիտեք, ինձ շենք է պետք, ինձ հավաքվելու տեղ է պետք, գնա տուն։ Եվ երբ որ եկա տուն 100 անգամ, միլիոն անգամ գուցե ասել եմ, երբ որ ես եկա տուն, երեկոյան ինձ զանգ եղավ եւ այդ զանգը անսպասելի մի տեղից էր, որ այդ մարդու հետ ընդհանրապես կապ չունեի, եւ այս մարդը զանգեց, ասեց իմ լավ բարեկամը տեղ ա տալիս, որպեսզի ծառայություններ անեք, դուք տեղ ունեք թե չունեք, նա ոչինչ չգիտեր ոչի մասին, ոչ էլ որևէ բանի մասին, եւ մինչեւ երեկո պատասխանն եկավ, ես ասեցի Պարտիրոջը, եւ մենք սկսեցինք հավաքվել գրադարանում։ Միտեղ հրաշալի չէ, ես ուզում եմ, որ դու այսօր քո հավատքը մեծանա, եւ այս Դանելը, որ նրան արգելված էր, որ գիտես Դանել, դու պետք է չաղոթես, նա գնաց եւ լուսամուտները բացեց եւ ասեց, ես գիտեմ, այն Աստված, որ իմ ընկերների համար այդ վառված թոնիրը, այդ Սեդրակ Միսակ Աբեդնագովի համար այդ վառված թոնիրից նրանց միջից հանեց եւ ծուխ չտեսա, հիմա ինչ արուսների գուբը։ Եվ ասում է այդ ժամանակ Դանելը սկսեց աղոթք անել եւ մոտեցան ասեցին թագավորին, թագավոր, չէ որ դու մի արգելք ես դրել, ստորագրել ես, որ ամեն մարդ, որ խնդրի որևէ աստվածանից եւ մարդուց մինչեւ 30 օր բացի քեզանից, ով թագավոր պիտի գցվի առուստների գուբը, թագավորը պատասխանեց եւ ասեց. հաստատ է այդ բանը, մարած եւ պարսից օրենքին համեմատ, որ չի խափանվելու։ Չկար նման օրենք գրված, բայց թագավորը գրեց, պեչատեց եւ Պարսից եւ Մարաց թագավորություններում մի նոր հրովարտագիր գրվեց։ Այո, ասել եմ, այդ ժամանակ թագավորը եւ ասեց, լսեց այս խոսքը, որ շատ տրտմեց, որտեղ ասեցին Դանելը աղոթում է եւ միտքը դրեց Դանելի վրա, որ նրան ազատի եւ մինչեւ արեգակը մտնելը ջանք էր անում նրան ազատելու։ Ուրեմն կա մի օրենք, որ դրվել է, այս թագավորը իր դրած օրենքը չի կարող խախտի, բայց Աստված, որ ինքն է օրենսդիրը, ինքը կարող է ամեն օրենքները քանդել իր արյան եւ իր շնորհքի եւ իր փառքի համար։ Ով որ Աստծո անունը դավանի, Աստված էլ իր անունը կդավանի։ Հալելույա։ Այդ ժամանակ թագավորը ասեց, որ բերեն Դանելին եւ նրանք գցեցին առուստների գուբը։ Թագավորը պատասխանեց եւ ասեց Դանելին. քո Աստվածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատի քեզ։ Հալելույա։ Ամեն օր ցերեկ, գիշեր, իրիկուն, ամեն օր աղոթում ես, դե թող քո Աստվածն էլ քեզ ազատի։ Գիտեք, ինձ էլ է շատ ասել։ Դե թող քո Աստվածն էլ քեզ պահի։ Ինձ, երբ որ ասեցին թող քո Աստվածը քեզ պահի, իմ Աստված սկսեց շատ լավ ինձ պահել։ Այտենց ոչ մի մարդ ինչ չի պահել։ Ոչ ծնող, ոչ ամուսին, ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ մեկ։ Բայց Աստված ինձ շատ լավ պահեց ու շատ լավ ապահում։ Ու 2 տարի առաջ էլ նորից այդ բանը ինձ ասեցին, դե դու գնա քո Աստված էլ քեզ պահի։ Երբ որ մարդը մի 2 կոպեկ է տալիս եկեղեցու, մտածում է, որ ինքն է տալիս։ Բայց ինքը չգիտի, որ Աստված է իրան տալիս, որ ինքն էլ Աստծով անի բարիք իր համար, եկեղեցու համար, ովի համար, մյուսների համար։ Եվ մենք մտածում ենք, մենք ենք երևի Աստծուն պահում, ոչ, Աստված է մեզ պահում։ Ամեն։ Եվ նորից ինձ այսպեսի դե գնա թող քո Աստված էլ պահի։ Ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ, չեմ մեռել։ Ասեցին դե հերիքա գնա նստի տունը քանի անգամ, էլի ինչ ես վեր կենում ամբողջ օրը ստեղ քարոզներ տալի։ Սա որ Հովսեփի մասին ես խոսում, մտածում ասում Տեր ջան, տենաս ես երբեմն այդ Հովսեփի մասին խոսում ու երբեմն խոսեմ, երբեմն խոսում եմ։ Բոլորի մասին եմ խոսում, այսօր էլ Դանելի մասին եմ խոսում, բա հո ձեր մասին չեմ խոսալու։ Այսինքն ես պիտի ձեզ մեծարեմ։ Կամ ասեմ, այս ինչ մարդ այսքան գումար ա տվել, ալելույա։
Այս ինչ մարդ, այս ինչ բանն արել, ալելույա, այդ մարդուն ծափահարեք։ Չէ, ստեղ ագենտներ պետք չեն, որ ուղարկեք, կան, իմանան ինչ ենք խոսում։ Մենք բեմերից խոսում ենք, արխային խոսում ենք, ոչ մի մարդուց չենք վախենում։ Ինձ հետ ես։ Մենք ոչ մի մարդուց այսքան ժամանակ չենք վախեցել։ Մենք միայն մեր Աստծուց ենք վախենում։ Գիտեք, Դարեյ թագավորից չվախեցավ Դանիելը, ընդհանրապես վախ չուներ։ Այդ արկցի առուսների գոբ, դե թող քո Աստված էլ քեզ պահի։ Շորջ ջան, մի բան եմ ուզում այսօր, հենց հիմա աղոթեք, ասեք, Տեր ինձ պահի։ Տեր պահի իմ ունեցվածքը, իմ ստացվածքը, ամեն ինչ, ալելույա։ Թագավորը տարավ գցեց առուսների գուբը, քունը աշկերից գնաց, վախենում էր։ Լույսը չբացված, գնաց, կանգնեց առավոտ կանուխ առույցների գուբի առաջ, երբ որ գուբին մոտեցավ, Դանիելին կանչեց տրտում ձայնով։ Թագավորը խոսեց եւ ասեց Դանիելին. «Ով Դանիել, կենթանի Աստծո ծառա, օ ինչ լավ է, չէ, երբ որ մարդիկ ասում են կենթանի Աստծո ծառա»։ Ասես կենթանի Աստծո ծառա եմ ու պիտի աղոթեմ։ Կենթանի Աստծո ծառա, հավիտյան ողջ կաց։ Եվ այս ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ եւ ասեց. «Ով թագավոր, հավիտյան ողջ կաց»։ Այդ Դանիելի որ պիտի այդ կատաղած, սոված առուստները կուլ տային, ասեց ով թագավոր հավիտյան եւ ասեց իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակ, ասա իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակը եւ նա փակեց առուստների բերանը, ասա առուստների բերանները այսօր պիտի փակվեն եւ նրանք ինչ չվնասեցին, որտեւ նրա առաջին մաքրություն գտնվեցավ ինձ վրա։ Եվ քո առաջին էլ ով թագավոր մի հանցանք չեմ արել։ Հանցանք չի արել թագավորի առաջ, իր Աստծո անունն կանչել, ալելույա։ Եվ թագավորը շատ ուրախացավ իրանում եւ հրամայեց, որ Դանիելին դուրս հանեն գուբիցը, եւ Դանիելը դուրս բերվեց գուբիցը, եւ նրա վրա ոչ մի վնաս չգտնվեցավ, որտեւ հավատացել էր իր Աստծուն։ Ասա իմ վրա ոչ մի բան չի լինել, որտեվ ես հավատում եմ Աստծուն։ Ես գիտեմ ում եմ հավատացել, ալելույա։ Շարունակեք աղոթել։ Եվ թագավորը ինչ ասեց, ասում է այդ մարդիկ, որ այդ դավերը նյութել էին, վեկալած գցեց առուստերի գուբը եւ խժռեցին, ոսկորներն էլ փշրեցին, սաղ կերան։ Առուստները սոված էին։ Ամբողջ գիշեր պատկերացնում ես պտտվել են Դանիելի շուրջը, դու պատկերացնում ես Դանիելը առույցների գուբը, սոված առույցներ։ Ուզում են խլոպս անեն, ուտել չեն կարում, բերանները փակել Աստված։ Շորտ մեր Աստված ամենակարող է։ Մեր Աստված վառված թոնիրներից մեզ հանելու է։ Առուստերի գուբերի մեջ, մեր առուստերի բերանները փակող Աստվածն է, ամեն բերան, որ բացվածա քո դեմ պիտի այսօր պապանձվի Հիսուսի անունով։ Ով որ քո դեմ դավեր անյութում, թող այսօր պապանձվի Հիսուսի անունով։ Տերը բարի է, ասա Տերը բարի, ամեն։ Գիտեք, մենք չենք կարող առանց պատերազմելու մտնենք խոստմունքի երկիր։ Ասես պիտի պատերազմեմ, աղոթքը պատերազմ, ասա ես պիտի պատերազմեմ, ես պիտի պատերազմեմ, ես այսօր ես պիտի նոր կերպով աղոթեմ, թեկուզ ամբողջ աշխարհը իմ դեմ կանգնի, ես պիտի պատերազմեմ։ Հալելույա, հալելույա, Տերը օրհնի։ Ես այստեղ կանգնած մտածում եմ արգիշտի մասին, ասում եմ, Տեր, այսօր արգիշտին ինչի չկա, հետո հիշեցի, որ ասեց, այսօր պապայի ծնունդն է, կներեք, հարգելի պատճառով չեմ գալու, ես շնորհավորում եմ բոլորին, ում ծննդյան օրն այսօր, մեր Անի ծննդյան օրն այսօր, Տերը օրհնի Անին այստեղ չի այսօր, գոռը կա, գոր ջան, քեզ կշնորհավորենք Անի փոխարեն, օրհնված լինես, Անի ջան, քեզ շատ ենք սիրում։ Գիտես, Զաքարիա 2:8 այնքան լավ ասում, ձեզ դիպչող իմ աչքի բիբին է դիպչում։
Եկեք հասկանանք, եթե ես աղոթքի մեջ եմ, եթե ես հոգու մեջ եմ, տեսեք ինչ հրաշալի փառաբանություններ գնում այսօր, ինչ հրաշալի երկրպագություններ գնում, ինչ լավ Աստծո հոգի կար։ Ամեն։ Ով է զգացել Աստծո ներկայությունը։ Ես բոլորը զգացինք, չէ՞։ Փառաբանության երկրպագության ժամանակ ով զգաց Աստծո ներկայությունը։ Ես զգացի։ Գիտեք ինչի, որտեվ ապաշխարություն կա։ Երբ որ մարդիկ այստեղ բարձրանում են ապաշխարած, փոխված, Աստծո հետ հանդիպած, այստեղ բան է փոխվում։ Եթե մարդը չի հանդիպում Աստծուն, հնարավոր չի, որ ինչ-որ բան կատարվի։ Բայց երբ որ մարդը հանդիպում է Աստծուն, ես հաստատ գիտեմ, որ բան է փոխվում, ամեն, բան է փոխվում։ Գիտեք, ավարտում եմ շուտով, Գործ Առաքելոցի 12-ի 1-ից 14-ը տանը կկարդաք։ Այս մասին քարոզել եմ, գիտեք։ Գիտեք, երբ որ եկեղեցու անդամներին վերցրեցին, մի քանիսին բռնեցին եւ սպանեցին, երբ որ հերթ հասավ Պետրոսին, որ Պետրոսին էլ սպանեն, քարկոծում են եւ սպանում Աստծո եկեղեցու ժողովրդին, ժողովուրդը քնած էր, չէր աղոթում։ Բայց երբ որ արդեն Պետրոսին էլ պետք է քարկոծեին, ժողովուրդն արթնացավ եւ սկսեց աղոթել։ Մինչև ժողովուրդը չաղոթեց, տանը կգնաք, սա ձեզ լավ դաս է, կամ մի քիչ հետո կկարդանք, կգնանք սենյակ, այդ ձեր համով թեյ ըմպելու ժամանակ այս համարը կկարդանք։ Շուտով ավարտելու ենք։ Գործ Առաքելոցի 12-ի 1-ից։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ ժողովուրդը սկսեց աղոթել, այդ ժամանակ Աստված հրեշտակին ուղարկեց Պետրոսին ազատելու։ Դու շատ ժամանակ ասես, բա որ չաղոթեմ չի անելու, դե մեկա Տերը գիտի էլի։ Այսօր երկու տեղից կարդացի։ Անիրավ դատավորի առակը կարդացի եւ Դանիել մարգարեությունը։ Բա որ Դանիելը չաղոթեր։ Եվ դրա համար, երբ որ Դանիելը սկսեց աղոթել եւ դարձավ աղոթքի մարդ, երբ որ Նաբուգոդոնոսոր թագավորի երազները մեկնեց, հետո էլ Դանիելը դարավ այն հզոր մարդը, որ տեսավ ինչպես է Աստծո հրեշտակը մենամարտում Պարսից իշխանի հետ, այսինքն Դևի հետ։ Եվ տեսավ վերջին օրերի ամեն կատարվելիքը, որովհետև մինչև չաղոթես, տեսիլք չես տեսնելու։ Մինչև չաղոթես, ապագայի համար հայտություններ չես ունենալու։ Մինչև չսկսես աղոթել, քո կյանքում բան չի փոխվելու։ Բայց մուկ էր ասում մեր սենյակով։ Մինչև չաղոթեք, տեսեք մկները շարժվեցին, մենք երբ ենք շարժվելու։ Աղոթքի ժամանակ մկները սկսեցին շարժվել։ Ժորժ ջան, թող որ մենք սկսենք շարժվել, Աստծո օգին շարժվել։ Այս տարի, այո, այսպիսի հրաշալի բան է։ Ոչ ուշով, ոչ զորությունով, այլ Աստծո հոգիով, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Սիրելի փառաբանության խումբ, խնդրում եմ գաս։ Գիտեք, մենք չգիտենք ինչ է երկրպագությունը։ Դա քո եւ Տիրոջ փոխհարաբերությունն է։ Շատ ժամանակ խնդիրները թույլ չեն տալիս, որ մենք փառաբանենք։ Դու միակ մարդը չես, որ փորձության ճանապարհ ես անցնում։ Ասա ես միակը չեմ, որ փորձության ճանապարհ եմ անցնում։ Բայց ամեն փորձության ճանապարհ անցնելով մեզ պետք է հնազանդվել Աստծուն, հնազանդվել, ասա հնազանդվել։ Սաղմոս 51:16-ում գրված է, որովհետև դու պատարակ չես ուզում, եթե ոչ կտայի քեզ։ Եվ ողջակեզներին չես հավանում։ Աստծո ընդունելի պատարակները կոտրված հոգին է, կոտրված եւ փշրված սիրտը դու չես անարգի ով Աստված։ Որքան շատ ենք մենք տեսնում, սիրում, ներվում, մենք այդքան շատ ենք սիրում Աստծուն, ում շատ թողվեց, նա ավելի շատ սիրեց։ Ինչ շատ է ներվել, ինչ շատ են ներվում։ Այդ իսկ պատճառով ես Աստծուն ավելի շատ եմ սիրում։ Այո, Տերը կանգնում էր։ Մեր Տեր Հիսուսը աղոթքի մարդ էր։ Եվ ասում ամեն առավոտ կանուխ ժամը 5-ին նա բարձրանում էր Սարը աղոթելու։ Եվ աշակերտերին էլ հանդիմանեց եւ ասեց 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ մնալ։ Արթուն կացեք։
Եվ աղոտ կարեք, որ փորձության մեջ չընկնեք, մենք ձանձրանում ենք աղոթելուց, և մեր շրջապատում, մեր շուրջը հայտնվում են մարդիկ, որ մեզ խաբում են, հայտնվում են մարդիկ, որոնց լավ չենք ճանաչում, հայտնվում են բաներ, որ մենք չգիտենք, որտև Աստծո իմաստության հոգին չունենք։ Այդ իսկ պատճառով է, որ Աստվածաշունչն ասում է, բայց Դանիելի վրա Աստծո գերագույն հոգին կար։ Բայց աշակերտները, երբ որ գործառաքելոցում հավաքված աղոթում էին, միաբան էին, եւ Աստծո Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, եւ սկսեցին լեզուներ խոսել։ Տեր Հիսուս աղոթում եւ ասում էր. «Հայր, ես գիտեմ, որ դու ինձ լսում ես»։ Նա կանգնեց մեռած Ղազարոսի գերեզմանի առաջ եւ ասեց. «Հայր, քանի որ դու ինձ լսում ես, մեռելը հարություն կառնի»։ Ես ուզում եմ, որ մենք մեր աղոթների կերպը փոխենք։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես, Աստված։ Երբ որ կանգնում ենք աղոթք անելու, ասում եմ, երբ որ կանգնես աղոթք անելու, ասա. «Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա եւ քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացն այսօր մեզ տուր եւ ների մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին, ու մեզ փորձության մի տանի, ապա չարից ազատի, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ է Տիրոջ անունը։ Հովանու 14:12-ում գրված է. «Ինձ հավատացողը ավելի մեծ գործեր կանի, քան ես եմ անում»։ Վկայության կյանք սկսիր։ Սկսիր վկայել։ Գիտես, տրտունջը քո տունը քանդում է, քո կյանքը քանդում է, երկրպագությունը քո առաջ դուռ է բացում, աղոթքը կյանք եւ ճշմարտություն։ Եթե անգամ արհեստներն այսօր եկել են քո կյանքի մեջ, հիվանդություններ կլինեն, չգիտեմ, աղքատություն, անեծք, եթե սկսես աղոթել, Տիրոջ պաշտպանությունը կգա քո վրա եւ ամեն բան կփոխվի։ Միթե դուք չեք տեսել որքան են աղոթքի պատճառով, որքան են կանգնել աղոթելու եւ Աստված ինչ մեծամեծ գործեր է արել։ Շարունակիր աղոթել։ Զանգեք ձեր Սպարտակ եղբորը, խնդրեք թող գա։ Սպարտակ, դե վերջացրու էլի այդ գործերը, թող շուտ ավարտվեն եւ շուտ վերադարձի։ Որ աղոթքի հոգին գա մեզ վրա։ Երիտասարդներ, վերադարձեք Աստծոտուն եւ սկսեք աղոթել։ Աղոթքը ունի պատասխան։ Ինչ որ աղոթում եք, գրեք։ Գրեք եւ ասացեք, ես այս աղոթքը գրել եմ։ Եվ պիտի պատասխանվի։ Գիտես, երբ որ հարուստ պատանին եկավ Տիրոջ մոտ, Տեր, ապա ինչ անեմ, որ երկնքի արքայություն մտնեմ, ինչ անեմ։ Ինչ անեմ։ Օրենքը գիտես։ Այո, օրենքը գիտեմ։ Մանկությունից ի վեր պահել եմ։ Գիտեմ մի շնացիրը, մի գողացիրը, գիտեմ սուտ մի վկայիրը, հարևանի դրած ուդեմ, սուտ բաներ մի ասա, մի ցանկացի, գիտեմ։ Դե որ այդ ամենը գիտես։ Հիմա առաջին պատվիրանը հասկացի։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ողջ ստացվածքով։ Տեր, այդ ինչ ես ասում։ Դե գնա։ Հիմա քո ամբողջ ունեցածը ծախի եւ աղքատներին տուր։ Ինչ անեմ։ Եվ ասում է շատ ունեցվածքի տերեր։ Բան կա, որ քեզ խանգարում է։ Աստծուն պետք չէր նրա ունեցվածքը։ Աստված դեմ չէ հարստությանը։ Կային բաներ, որ կանգնած էին որպես խթան Աստծո եւ հարուստ պատանիի միջև։ Այո, մանկությունից գիտես օրենքը, բայց չգիտես շնորհքը։ Բայց չգիտես, որ ինչ որ ունես Աստծունն է, Աստված էլ ինչ որ ունի քոնն է։
չգիտես շնորհքը։ Գնա ծախի, որ մտնես երկնքի արքայություն։ Բաներ կա, որ դու պիտի ծախես, որ մտնես երկնքի արքայություն։ Ինչ որ քեզ խանգարում է, պիտի վաճառես։ Որտեւ երկնքի արքայությունը մինչև այսօր ուժեղներին է տրված։ Ուժեղներն են ժառանգելու երկնքի արքայությունը։ Ես ուզում լինել ուժեղ։ Այսօր սիրելի եկեղեցի Աստված ուզում է, որ մենք արթնանանք։ Եսայա 52-ի 1-ում գրված է. «Զարթնիր, զարթնիր, հագիր զորությունդ»։ Կողքինիդ մտածի եւ ասա զարթնիր։ Զարթնիր, դու զորություն ունես հագնելու, դու գործ ունես անելու, հագիր զորությունը, զարթնիր։ Ով Սիոն, քո փառավոր հանդերձները հագիր, ով Երուսաղեմ։ Քո փառավոր հանդերձները հագիր, այսօր դու ունես փառավոր հանդերձներ, փառավոր եւ զորավոր հանդերձներ ունես։ Հագիր, ով Երուսաղեմ, սուրբ քաղաք, որտեւ այլևս պիտի մյուս անգամ մտնեմ քո մեջը եւ քո մեջ չպետք է մտնի անթլպատը եւ պիղծը։ Վեր կաց այսօր։ Նոր ուխտ արա Աստծո հետ եւ ասա ես պիտի դառնամ աղոթքի մարդ։ Ես պիտի դառնամ երկրպագու։ Այո, Եփեսացիների 5:18-ում գրված է. մի արփեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Մի արփեք գինով։ Գիտեք, մարդիկ ցավերը, դառնությունները թաղում են գինու կամ օղու մեջ։ Գինին կամ ցքին տուր դառնա հոգիներին, ասում է Աստված։ Երբ որ քո հոգին դառն է, այդ դառնությունները թափիր Աստծո ոտքերի առաջ։ Մի թաղիր գինու մեջ, օղու մեջ։ Թափիր Աստծո ոտքերի առաջ եւ ասա Տեր, ես գիտեմ ու եմ հավատացել։ Դանելի պես բացի պատուհաններդ եւ աղաղակի եւ ասա հալելույա, ես կաղոթեմ։ Երբ որ ի սկզբանե ես չգիտեի ովքեր են հավատացյալները եւ ով է Աստված։ Երբ որ ինձ ասեցին նրանց մասին, ես ասեցի դրանց չեմ սիրում։ Բայց չէի տեսել մի հավատացյալ իմ կյանքում։ Ես ասեցի ես չգիտեմ դրանք ինչ երգեր են երգում, ովքեր են։ Հալածում է եւ հալածում առանց հասկանալու, առանց ճանաչելու, բայց երբ որ լսեցի առաջին անգամ բացի ախտոտ պատուհանը, Տերը թող ներս գա։ Ինքս ընդունելով Աստծո հոգին, Աստծո շնորհը, Աստծո ողորմությունն ու վերստին ծնունդը, բացել էի պատուհանները եւ ասում էի բոլորը թող լսեն, բոլորը թող տեսնեն, բոլորը թող մաքրեն իրենց պատուհանները եւ լսեն այս երգը։ Մաքրի ախտոտ պատուհանը, դուռդ լայն բաց, թող Հիսուսը քո մեջ գա։ Եվ վազում էի բոլորին ասում Հիսուսին գտել եմ, Հիսուսին գտել եմ, Հիսուսին գտել եմ։ Տար Հիսուսին մարդկանց։ Քո ճանաչած այդ բարի ողորմած, հզոր, մեծ, արդարադատ, դատավոր եւ դատապաշտպան, սիրելի, սքանչելի ասուն, տար մարդկանց մոտ եւ ասա, ես նրան գտել եմ, ես նրան գիտեմ, ուզում եմ դու էլ իմանաս, ուզում եմ դուք էլ ճանաչեք։ Եկեք աղոթենք, խնդրենք աղոթքի հոգի մեզ վրա։ Թող մեր բոլոր աղոթները պատասխանվեն եւ չվախենանք։ Հենց հիմա ես քեզ ուզում եմ ասել մի վախեցիր։ Մի վախեցի։ Երբ որ դու աղոթում ես, առուստերի բերանները փակվում են, վառված հնոցները հանգում են։ Թշնամին պարտված է։ Եվ գրված է թշնամին մռնչացող առուծի պես
հետևից այդ մանա գալիս, թե ում կույլ տա, բայց երբ որ մենք աղոթում ենք, մենք դառնում ենք այդ հզոր զինվորը, գիտեք, մեր զենքը աղոթքն է, Աստծո խոսքը, և հակառակորդ ամենաշատը վախենում է աղոթող զինվորներից, աղոթող զինվորները գալիս են, որտեղ բյուրբյուրավոր անգամ թշնամին տեսել է իր պարտությունը և տեսել է Աստծո հաղթանակը, Տերը սուրբ է, ամեն, սուրբ է Տերը, եկեք պաշտենք նրա, շարունակենք պաշտել, շարունակենք ծառայությունը քիչ հետո, Հայր սիրում եմ քեզ, կանչի Տիրոջը, ասա Տեր, ես սիրում եմ քեզ, պաշտում եմ Հայր սիրում եմ քեզ, Հայր սիրում ասա Տիրոջը, ես սիրում եմ քեզ Տեր, պաշտում եմ քեզ քո անունը սուրբ է, Քո անունը սուրբ է սուրբ ես Տեր, Սուրբ ես Տեր, Քո անունը սուրբ է, Սուրբ ես Տեր, Մտել եմ սրբությանը սրբոցը, Մտել եմ Քո գառան արյունով, Բանդուխտեի դարձել եմ զավակը, Զորացել, սրբացել քո սիրով, Այ սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, Պաշտում եմ քեզ, Այ սիրում եմ քեզ, Պաշտում եմ քեզ, Քո անունը սուրբ է, Սուրբ ես Տեր, Քո անունը սուրբ է, Սուրբ ես Տեր, դարձել եմ ուխտի տապանակը, Դարձել է ուխտիդ Ցողված քո որդու արյունով, Ցողված քո որդու արյունով, Բանդուխտեի դարձել եմ զավակը, Բանդուխտեի դարձել եմ զավակը, Սրբացել, զորացել քո սիրով, Հայ սիրում եմ քեզ, Պաշտում եմ քեզ, Հայ սիրում եմ քեզ, Պաշտում եմ քեզ, Քո անունը սուրբ է, Սուրբ ես Տեր, Քո անունը սուրբ է, Սուրբ ես Տեր, Քո անունը սուրբ է, Քո անունը սուրբ է, Սուրբ է, գուցե քո առաջ այսօր կան Երիքովի պարիսպներ,
Երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ, անապատից դուրս գալուց հետո մտածում էր, որ սա վերջն է։ Կարմիր ծովը անցնելուց հետո մտածում էր վերջն է։ Դառը ջրերը քաղցրանալուց հետո մտածում էր վերջն է։ Երբ որ եկավ, արդեն պիտի մտնի Քանանի երկիր, մտածում էր վերջն է։ Բայց հանդիպեց Երիքովի պարիսպներին։ Դու գուցե այսօր մտածում ես, որ քո տառապանքի գործողություններին արդեն եկել է վերջ։ Եվ հանկարծ հայտնվել են պարիսպներ, Աստծուց խոսք կար։ Եվ Աստված խոսք ունեցավ։ 6 օր։ 6 օր լուր պտտվեք այդ պարիսպների շուրջը, բայց 7-րդ օր աղաղակեք։ Եվ եղավ աղաղակ եւ ցնծություն։ Երբ որ եղավ աղաղակ եւ ցնծություն, Երիքովի պարիսպները պարտվեցին եւ ցած ընկան Հիսուսի անունով։ Այսօր թող այն ինչ որ քո դեմ բարձրացել է ամեն Երիքովի պարիսպը, թող ընկնի Հիսուսի անունով եւ ուրախությամբ մտիր օրհնության երկիր։ Օրհնված լինես։ Տերը օրհնի քեզ սիրելի եկեղեցի։ Քո սուրբ գրակով հեղվիր այստեղ 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 Ողջ փառքը պատիվը սորությունը լինի քեզ ողջ փառքը պատիվը սորությունը լինի քեզ զորությունը լինի քեզ զորությունը լինի քեզ Եվ Սուրբ Հոգի կանչում են քեզ Եվ Սուրբ Հոգի կանչում են քեզ Եվ Սուրբ Հոգի կանչում են քեզ Քո սուրբ գրակով հեղվիր այստեղ Քո սուրբ գրակով հեղվիր այստեղ Տեր Աստված, օգնիր, որ այս ողջ շաբաթվա ընթացքում աղոթքների մեջ լինենք, աղաղակեցեք, կանչեք Տիրոջ անունը եւ Տերը կգա։ Ամեն։ Օրհնված լինեն սիրելի եկեղեցի, մեր ծառայությունները մնացել են նույնը, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 7-ին, չորեքշաբթի օրը ծառայողական հավաքույթ, ուրբաթ օրը աղոթքի ծառայություն, կիրակի օրը ժամը 11-ին, եղեք օրհնված։